Եվ խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, Շիրակի մարզ մտնելուց պիտակներ չկպցնեն շիրակցիներին։ Պիտակներ կպցնելուց առաջ թող հիշեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի կողմից նրան վերագրված պիտակը։ Համապետական ընտրություններից առաջ կայացած Գյումրու ավականու հերթական նիստը կրկին անցավ լարված մթնոլորտում։ Այս անգամ սկանդալի պատճառ դարձավ Էմմա Պարսեղյանի ելույթը, որը սուր բանավեճի առիթ տվեց քաղաքացիական պայմանագիր եւ մեր քաղաքախմբակցությունների միջև։ Խնդրում եմ այդ անձին փոխանցեք, որ Հայաստանի որ անկյունում էլ ոտք տնի, մարդիկ կանգնելու են իրենց իրավունքների կողքին եւ բարձրաձայնելու են Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության կողմից կատարված հսկայածավալ աշխատանքները։ Մասնավորապես ավականու անդամը դիմելով Մարտուն Գրիգորյանի որդուն նշեց, որ Գագիկ Ծառուկյանին փոխանցեն իր հրապարակային խոսույթում ավելի զգույշ լինի, երբ խոսքը ՔՊ-ի իրականացրած ծրագրերին է վերաբերում, ինչը իհարկե անպատասխան չմնաց մեր քաղաքախմբակցության անդամների կողմից։ Սպասեք այն տեսահոլովակներին, թե նույն մանկապարտեզներում, սպորտ դպրոցներում եւ մնացած տեղերում ինչ խնդիրներ կային եւ դուք եք այդ ժամանակ իշխանություն եւ ոչ մի բան չեք արել։ Կգնա 20 տարի, կանցնեք մեր քաղաքական թիմի ղեկավար Մարտու Գրիգորյանի անցած քաղաքական ճանապարհով, կմեծանաք, փորձառություն ձեռք բերեք 2046 թվականին ձեզ եւ ձեր մյուս խմբակի կանանց կհրավիրեմ սուրճի սեղանի շուրջ եւ կխոսենք քաղաքականությունից, մեծ քաղաքականությունից եւ արդեն այս բարակարգ կխոսենք քննադատություններից։ Ավականու նիստը օրակարգային հարցերից դուրս ելույթների պակաս չուներ։ Գյումրի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն էլ հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ Գյումրու համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցում համագործակցային չէ կառավարության հետ։ Հենց Գյումրի քաղաքի վարչական սահմանից դուրս է գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են։ Սա ինչի մասին է խոսում, որ երբ որ լինում է քաղաքային իշխանություններ, որոնք գործում են ոչ թե ի հեճուկս քաղաքի շահերի, այլ քաղաքի շահերով են գործում, բայց քաղաքային իշխանությունները ինչի կառավարության սուբվենցիոն ծրագրերից չեն օգտվել։ Միլիարդներ ենք մենք ծախսել։ 2018-ից 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերը կազմել են 10 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականի Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուգասյանին ընտրվելուց հետո հաստատած եւ ընտածիկ սուբվենցիոն ծրագրերը եղել են 5 միլիարդ 369 միլիոն դրամի։ Իսկ ինչ է արել կոմունիստական խմբակցությունը այս մեկ տարվա ընթացքում, հետաքրքրվում են քաղաքացիական պայմանագրից։ Կուզենայի նշել կառավարության կողմից բոլոր ծրագրերով հատկացված գումարի չափը եւ սուբվենցիոն ծրագրով մինչ այսօր ձեր կառավարման օրոք ավարտված որևէ փողոցային կամ թեկուզ մանկապարտեզի կամ այգու որևէ աշխատանքի ավարտ։ Ես նշեցի 13 փողոցները, երևի դուք չլսեցիք, այո։ Ավարտված կա։ Այո, 13 փողոցը։ Մինչ ՔՊ-ի ու կոմունիստների հարաբերությունները պարզաջրելու կարիք ունեին, Պղտոր ջրում փոսալեցման աշխատանքների մասին եւս խոսք գնաց։ Ցավոք տեսա մի փոքրիկ հատված էր քանդված։ Այնինչ այդ օրվա ամբողջ արվածը պետք է քանդվել եւ նորով փոխարինել։ Ինչպես կմեկնաբանենք այս ամենը։ Հետևողական ենք լինելու, ոչ մի դրամավեր չենք տալու, արդեն շինարարի հետ այդ ամեն ինչը կա, պայմանավորվածությունը կա, ընդունել է որ իր թերությունն է։ Օրակարգից դուրս ավականին նաև բուլվարային թաղամասի 11-9 հարկանի շենքերի վերելակների բացակայության հարցը բարձրացրեց։ Համայնքապետարանը ունի նախահաշիվ, չգիտեմ, գուցե ինչ-որ տեղ հաշված, թե որքան գումար, որքան բյուջե է մեզ պետք, որպեսզի մենք վերջապես առանցանի այն էլ ծայրամասային լրջագույն խնդիրներ ունեցող թաղամասի հոգսը կարողանանք մի փոքր թոթաղել։ 3 բազմաբնակարան, պարոն Ղազարյան, ճիշտ է չէ, արդեն մրցույթը եղել է նախագծի, շահող կողմը կա, ինձ թվում է մի ամիս է ժամկետը։ Մեկ ամիս հետո արդեն շինարարի մրցույթի կհայտարարվի, որ 3 բազմաբնակարան 9 հարկանի շենքերը ունենան վերելակներ։ Հերթը այնուամենայնիվ հասավ օրակարգային հարցերին։ 16 հարցեր դրամական հատկացումներից մինչև աշխատավարձի բարձրացում, հարկային արտոնությունների տրամադրում եւ այլն։ Դրամական միջոցներ հատկացնելիս ավականին գազམ་ակերպություններից պահանջում էր տեսանելի արդյունքներ, ինչպես օրինակ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի դեպքում։ Քանակ կարող եք նշել երիտասարդների ինչքան մարդ է հաջողվել մոտ
Տարեկան կտրվածքով 600-ից 700 ունենում ենք տարիներ, ունեցել ենք տարիներ 800-ից ավել, մինչ այս պահը կենտրոնի ծառայություններից օգտվել է 5082 պատանի եւ երիտասարդ 13-ից 18 տարեկան, այդ թվում նաև 154 10-ից 12 տարեկաններ։ Կարող եք ինձ նշել 5 երիտասարդի անուն իրանց ձեռքբերումներով լանդերց, որի վրա ունեցել եք լուրջ ազդեցություն։ Իրականում մեր էջում միշտ հրապարակումներ ենք նաև կատարում հաջողության պատմությունների եւ պարտադիր չէ, որ երիտասարդը լինի ամենագերազանցիկը, երիտասարդը լինի ամենափայլունը։ Մենք աշխատում ենք այնպիսի խոցելի խմբերի հետ, որ ցանկացած զարգացում, ցանկացած աճ մենք գրանցում ենք որպես հաջողություն։ 2017 թվականից ավելի քան 5000 երիտասարդի հետ ծրագրեր իրականացրած կազմակերպությանն այս անգամ հատկացում չեղավ։ Առանցքային էր նաև 2 թանգարաններում հսկիչի հաստիկներ բացելու հարցը, ինչպես նաև հողակների 13 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու շուրջ քննարկումները։ Տեխնոլոգիաների զարգացման արդյոք ճիշտ է տվյալ պարագայում կրկին հսկիչի հաստիկներ ավելացնել։ Այն տարածքում, որտեղ կան էքսպոնատներ եւ ցուցադրական նյութ, չի կարող չլինել հսկիչ։ Որքան էլ վայնացված ամեն ինչով հնարավոր է, բայց այս բանին ցուցասրահ առանձին էքսպոնատներ ունի, որտեղ ըստ համապատասխան օրենքների պետք է լինի առանձին աշխատանք։ Սրանից բացի նոր տարածք է բացի։ Ավականին մտածում է աշխատավարձերը բարձրացնել այնչափ, որ աշխատակիցները կարողանան օգտվել առողջապահության համընդհանուր ապահովագրությունից, ինչը այս անգամ ավականուն հաջողվեց հաստատել, եթե ոչ նշյալ հաստիկների, ապա գոնե համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցների դեպքում։ Հենց այդ փոփոխությունը, պարոն Արաքելյան, վերաբերվում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի տեղ սպասարկման անձնակազմի թվով 35 աշխատողների աշխատավարձը 3000-ով բարձրացնելու, որի արդյունքում իրանց դրույթը կդառնա 201,000 դրամ, ովքեր կօգտվեն առողջության ապահովության համակարգից։ 8-րդ հարցն էլ է։ 8-րդն էլ վերաբերվում է Գյումրու կոմունալծառայության աշխատակիցներին, թվով 202 աշխատակիցների, որոնք էլի 3000-ով կավելանան։ Նիստի օրակարգում էին նաև քաղաքաշինական եւ հողօգտագործման ոլորտին առնչվող հարցեր։ Գյումրու ավականու հաջորդ նիստի օրը նշանակվել է հունիսի 25-ին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Հովհաննիսյան, այսօր։ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես Շիրակացի, Անի եւ Ավստրիական թաղամասերի, ինչպես նաեւ Խորենացի փողոցի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Իհարկե փորձը մեր ինչա ցույց տալիս եւ եզրակացություն այդտեղ միանշանակա, որ այն դեպքերում, երբ որ մենք ժամանակահատված ենք ունենում, որ քաղաքային իշխանությունները ինչ-ինչ պատճառներով որոշում են, որ տենց մեկուսացած աշխատեն եւ կառավարության հետ նորմալ չեն համագործակցում, դրա հետևանքները երևում են։ Եվ դրա հետևանքները երևացին եւ Երևանում եւ Գյումրիում էլ ահավոր ձև են երևում։ Ես այն օրը մի հատ ահավոր տեսարան էր, երբ որ Գյումրիի Անի թաղամասում սենց փոսերի միջով ուղակի երթևեկում ես Գյումրի ցուցանակը, հենց որտեղ գրած է Գյումրի ցուցանակ, ցուցանակից 3 սանտիմետր այն կողմ սկսում է գերազանց որակի ճանապարհը, այսինքն Գյումրիից դուրս եկար գերազանց որակի ճանապարհը։ Այս ամեն ինչը նրա հետևանք է, որ քաղաքային իշխանությունները երկար ժամանակ եւ այսինքն ինչ չգիտեմ, ինչ նկատառումներով չեն համագործակցել, այսինքն փակված ինչ են մտածել, չգիտեմ, նույնն էլ Երևանում։ Եվ բայց հիմա ինչի համար եմ ասում։ Հիմա այս տարվանից մենք մեր 500 կիլոմետր ճանապարհների տրամաբանության մեջ Երևանի համար պետք է 50 կիլոմետր ճանապարհ նախատեսենք, այսինքն 500-ի մեջ, որը պետք է ճանապարհային դեպարտամենտը իրականացնի, Երևանի քաղաքապետին էլ ես ասել եմ, որ մենք պետք է այդ տրամաբանությամբ աշխատենք եւ Գյումրիում էլ իհարկե մենք հիմա մեծ ծրագիր անում ենք Անի թաղամասի համար, այդտեղ էլ պիտի մտածեք պարոն Խաչատրյան, պարոն Խուդացյան, առաջարկ ներկայացնենք, որովհետեւ մենք չենք կարող տենց ուղակի բան անենք, հետո post factum գնանք այդ իրավիճակը արձանագրենք։ Պիտի լուծումը գտնենք, որ ամեն տարի Գյումրիում էլ որոշակի ներդրումներ անենք, որպեսզի սենց վիճակներ չլինեն։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ Գյումրիի մեջ նախորդ տարի արդեն սկսել ենք Շիրակացի փողոցի
հիմնանորոգման աշխատանքները, այնտեղ ջրագծի հետ կապված որոշակի հարցեր կան եւ աշխատում ենք, որ այդ հարցերը ավարտելուց հետո աշխատանքները շարունակենք եւ այս տարի ավարտենք։ Այս տարի սկսում ենք նաեւ Գյումրիում Խորենացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները, նախորդիվ ավարտել ենք Գյումրիում բարեկամության օղակի միջին նորոգման աշխատանքները եւ ամենափրկիչ եկեղեցուն հարակից հատվածի նորոգման աշխատանքները, ինտենսիվ աշխատում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ, հասկանալով, որ քաղաքում ենթակառուցվածքների վիճակը մեղմ ասած լավ չի, փորձում ենք այնտեղ եւս մասնակցություն ապահովենք։ Ունեք ասելու լրացուցիչ բան Արուշյանի։ Շնորհակալություն պարոն վարչապետ, պարոն նախարար ներկայացրեց, ուզում եմ մենակ ավելացնել, որ անի եւ ավստրիական թաղամասերի նախագծման գործընթացն արդեն սկսվել է, նաեւ Խորենացի փողոցի նախագծման գործընթացն արդեն սկսվել է եւ մենք շուտով նախագիծը կունենանք ու կառավարության միջոցներով վզեվի ծրագրով կարողանանք նաեւ ասֆալտապատման աշխատանքները սկսել, որը միայն փողոցները չեն, նաեւ մայթերն են ներառում իրենց մեջ, լուսավորությունը, ամբողջ մեծ թաղամասը հիմնանորոգվելու է։ Այս վերջերս էլ չէ Գյումրիում մի փողոց ավարտեցինք, թե դեռ ընթացքի մեջ է։ Բարեկամության օղակը ավարտել ենք ամբողջությամբ, ամենափրկիչ եկեղեցու մոտի հատվածը ավարտել ենք ամբողջությամբ, ես ցեզ զեկուցել եմ։ Եվ իմիջայլոց ես այսօր տեսանյութ էլ տեսա, շատ լավ տեսանյութ էր։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ Գյումրիի շատրվանները, որ էլի մեր ծրագրերով է, չէ, իրականացվել, նորմալ շատ գեղեցիկ շատրվաններ ստացվել եւ արդեն իհարկե Ֆրանսիայի նախագահի այցի առիթով աշխատել էր, բայց պարոն Արուշանյան այնտեղ երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա եւ իհարկե ծիծաղում ենք, բայց հարցը լուրջ է, այնպես որ խնդրում եմ ապահովել բոլոր մարմինները, ովքեր այդտեղ կարան ներգրավվածություն ունենան, այնուամենայնիվ պետք է շատ ուշադիր լինենք, որ կներեք արտահայտության ծիծաղելի վիճակների մեջ չհայտնվենք։ Այդ տասնյակ միլիոնները չեմ էլ հիշում շատրվանի արժեքը ինչքան էր, դրա համար չենք ծախսել, էլի, որ վերջում երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու եւ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Ասել են 240,000 փոխանցելով ասել եմ հաղորդից հետո ելիովին ոնքեր են ելի փոխած ես փոխա բայց ստանամ ապա չեմ ուղղում չեմ անում հետո իշկը հիալա դեռ ոգեմ բայց նեմ որ հələ սրանք հաստատ պիտի չեն Պնեյա, մարդ այդքան որցա ասմա քո հետ է, վաշա, փողի թեմա չխոսա, որս արեք թո այդքան որցա սաղտեր են ասեն քո հետ, դարիք է, ասան փողի թեմա չի ասեն, աղբերս լավ վաշա ջան, որ ասեն քո հետ են, որս արեք, չէ, զինվորների մեջ, ոնց մցնի զինվորների մեջ ես այն ապեր վախենալու մենակ դրանց Բան նաբրավ դրեք ռազմավարը շեհերն ասի ոսկես սրանցած всё մենքերն են դիտի կոդերվել մոդերվել չլի ապրել պետք է լի դիզագեն մեզի զենքեր մենքեր վեկալենք էսան գամերնենք ապրել Այդ հատում ասում այդ բանից խոսակցելի է այդ փողոցան չի դա փողոց ասում հայրոսի միջին ստանեսյան ասեմ հաշվում Այդ հատում էլի որ կա այրենացել Մեկ էլ բանը Արտենի որ օգտագործում ասում արդեն նրան կանչի իրանը տխիտ ինչ անեք ասում արդի սիրուն մտեք պակի ասեք մենք իրա հետ ենք գործեր լավ անելու կարողացնել Էդի ջուրը ոնց ասել դա Ասակա ասած կանչի Ալի հարց կա, չէ։ Այդ արդեն հետին մեծ նախեցա վաղը։ Ասմար ես դեր ասել ասում եմ ես կանչում եմ։ Ես բառուն ասում վաղը կոչկա է, ես անգիակոտ պայման ապե որտեղ պիարի, ես սիրում եմ ասա ես սարի վերաներ ապե։ Ասում որտի կա, օքու դի, լսեն։ Ասում եկել վաղը աշուտի արասների պատասխանի տալու։ Մարտիկին Մենք մեր հարցը պետք է լուծենք։ Մեր հետ եք, մեր հետ չեք, հաստատ շնորհ եք ախպեր, ուրիշ բան չեմ տեղ։ Ովքի աշխատող ենք։ Աշխատավանը
սա որ իրար հետ հացի է, էլի։ Ամենամեծը ամենք որ այդ գաղթում, փոխենք։ Ասեն չնստեն բալտատել են, պետք է զուշացնես։ Ասեն Արմանեի կավ սաղին, հիմա էլ ասեն ես ախպերս, ինչ անեմ կա։ Շահալիցում որ կանանք ասիդերին կրանցին Հիմա ախպերս, ինչ ասեմ, որ ասեմ, ես ես չեմ խանգարել։ Մեզի խանգարել, մեզի օգնել ասել։ Շաղը, Արմեն։ Ձերի, ռակիրով կինելնելու է, շարունակվել բա։ Էսիներ Օրդուխանյանների հարցը, եթե ինչ-որ միջոցով կարաս նիշես, որ Աշոտը քեզ պիտանիա եղել, եթե ես գյուղին մի տան պիտանիա որ թավը տանը, մենք էլ պարյադրկը, Սիսյանը պարյադրկը պահել ենք, կյանքը մարդը մեղացրած չենք։ Ախպեր, այդքան չկանք մենք հիմա այն վիճակնային սերունքնա, այդքան չկանք, որ կարամ ենք ելնենք տեմերները խոխանք, որ կարամ ենք ելնենք խխենք։ Հիմա վիճակը էսի է, ախպեր, վիճակը էսի է, այս վիճակով պետք է անենք պլստանք, խոխենք դրնել եք ավելի ձևի, կամ էլ պետք է խփենք։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում անանուն եղանակով, անհապաղ դիմել կոմիտե տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։ Խորհրդարանը քննարկել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Հիմնական զեկուցող հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը իր ելույթում ուշադրություն է հրավիրել մի շարք խնդիրների վրա։ Առաջինը, որ հուզում է հասարակությանը տարբեր քաղաքական ուժերին, քաղաքասարակությանը, ըստ Հակոբյանի Հայաստանում գրանցված տեսալսողական մեդիայի ազատության աստիճանն է, ինչքանով են այդ լրատվամիջոցները ունակ օբյեկտիվ տեղեկացնել հանրությանը եւ որքանով են զերծ իշխանությունների ճնշումներից կամ միջամտություններից։ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է եւ անկախ է։ Ազատ եւ անկախ ասելով ես ի նկատի ունեմ միայն իշխանություններ, պետություն եւ մեդիա հարաբերությունները եւ մեդիան իսկապես ազատ է։ Անշուշտ տարբեր լրատվամիջոցներ եւ արդարացի դժգոհել են եւ դժգոհում են տարբեր իշխանավորների ուշադրության պակասից, ոչ նպաստավոր պայմաններ, որոնք ստեղծվել են մեդիայի համար, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհում, երբեմն մեդիաները բողոքում են մեզ խտրական վերաբերմունքի համար, երբ որ չեն ընդունում հրավերները կամ թիրախավորում են լրագրողներին, բայց այդպիսի առանձին դրսևորումները ոչ ցանկալի, այնուամենայնիվ նրանք չեն ստվերում այն պատկերը, որը մենք տեսնում ենք։ Այսինքն Հայաստանում մենք կարծում ենք մամուլը ազատ է, բայց եթե լինենք ավելի ճշգրիտ, ապա ավելի զգուշավոր արտահայտվենք, մեզ հասու չեն այն երևույթները, որոնք կարային ստվերեին կամ խանգարեին խոսքի ազատությանը։ Մենք յուրաքանչյուր տարվա վերջ բոլոր լիցենզավորված, հեղինակազորված հեռուստա եւ ռադիո ընկերություններին, ցանցային օպերատորներին, դիստրիբյուտորներին հարցում ենք ուղարկում հետեւյալ բովանդակությամբ, ուզում եմ սա կարդալ, մեջբերումը ճշգրիտ, արդյոք 2025 թվականի ընթացքում եղել են դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձին, կուսակցությունները խոչընդոտել են ձեր բնականոն աշխատանքը, միջամտել են խմբագրական կամ կադրային քաղաքականությունը։ Ի պատասխան մեր այդ հարցմանը որևէ էական նշանակության բողոք չենք ստացել, եւ ես կարծում եմ բոլորը շատ լավ հասկանում են, որ մեր մամուլը այդքան վախեցած չի, որպեսզի ճշմարտ դեպքում ինքը մեզ փոխանցեր իրենց դժգոհությունը կամ կարծիքը։ Անկախությունը երաշխավորված է եւ սահմանադրության, եւ օրենքով, եւ կարծում եմ մեր կազմով, որովհետեւ մեզ մոտ հավաքված են ազատ մտածող մարդիկ, որոնք չեմ կարծում, որ կարող են ենթարկվել ինչ-որ ճշումների։ Բնական է, որ մեկ-մեկ գայթակղություն ունեն տարբեր քաղաքական ուժեր կամ իշխանությունները միջամտել մեր գործերին, բայց համատեղ ուժերով
մենք, ինչպես ասում են, վերադառնում ենք ճշմարիտ տոպի։ Այստեղ մենք նորից որևէ խնդիր չունենք։ Այնուամենայնիվ, եթե ծանոթացել եք մեր տարեկան հաղորդման բովանդակությանը, ապա նախաբանը մեր հանձնաժողովի տեսակետը ես կարող եմ ասել, որ շատ ոչ պոզիտիվ է, որովհետև մենք այնտեղ նույնիսկ օգտագործել ենք հետևյալ սահմանումը, որ մեր մեդիան տեսահոլովակական գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ։ Եվ մենք հաստատում ենք այդ տեսակետը, եւ եթե մենք համատեղ ջանքերով որոշ իրավական, իրավաբանական, կոնցեպտուալ քայլեր չձեռնարկենք, ապա հանրային մուլտիպլեքսը որպես ինքնիշխան տարածք, սուվերեն տարածք, որտեղ պետք է լրատվամիջոցները փորձեն ապահովել պետության գործունեության ուղեկցումը, ապա մի քանի տարի հետո այն այլևս կվերանա։ Ինչն են դրա պատճառները, նորից մենք մի քանի անգամ բոլոր մեր հաղորդումներում տարեկան նշում ենք, դա առցանց հարթակների ու թվային հսկաների հետ անհավասար մրցակցային պայմաններն են։ Դուք շատ լավ գիտեք, որ հեղինակազորված եւ լիցենզավորված կազմակերպությունները գտնվում են կանոնակարգման ներքո, հստակ բազմաթիվ պարտավորություններ ունեն, բազմաթիվ, իսկ նույն դերակատարությունը կատարող, հաճախ նույնիսկ ավելի մեծ լսարան ունեցող ցանցային հեռարձակողները որևէ պարտավորություն ոչ հասարակության, ոչ պետության առջև չունեն։ Դա նաև տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը, դա օտար հեռարձակողների հետ նորից անհավասար մրցակցությունն է, որի մասին մենք խոսում ենք տարեկան հաղորդումից տարեկան հաղորդում։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով հերթական տրանզիտային մատակարարումն է իրականացվել դեպի Հայաստան։ Այս անգամ Հայաստան է ուղարկվել 700 տոննա ցորեն եւ 133 տոննա ալյումին։ Սա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ալյումինի առաջին մատակարարումն է։ Այս պահի դրությամբ տվյալ երթուղով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26000 տոննա ցորեն, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկաձավար։ Բացի տրանզիտային մատակարարումներից Ադրբեջանը շարունակում է նաեւ նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։ Մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ռեգուլյար եւ 2955 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Մոսկվան նոտա է հղել Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, կոչ անելով Կիևից նախապես տարհանել իրենց անձնակազմերը։ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել տարհանմանը, հաշվի առնելով Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևի, այդ թվում որոշումների կայացման կենտրոնների դեմ պատասխան հարվածի անխուսափելիությունը։ Նա նշել է, որ մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահը սպառնալից հայտարարություններ է արել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը մայիսի 9-ի շքերթը կանցկացնի առանց ռազմական տեխնիկայի, քանի որ վախենում է, որ Կարմիր հրապարակի վրայով կարող են անօդաչուներ թռչել։ Միաժամանակ գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ 100-ից ավելի ԱԹՍ են արձակել։ Դնեպրոպետրովսկում կա 4 վիրավոր, Բրժևում բազմաբնակարան շենքերից հարյուրավոր մարդիկ են տարհանվել։ Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հայտնել է, որ մայիսի 1-ից ռուսական հարվածների հետևանքով երկրում առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել, 500-ը վիրավորվել։ Իր հերթին Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 300 ԱԹՍ խոցելու մասին։ Բրյանսկում 13 մարդ է վիրավորվել, վնասվել է 2 բազմաբնակարան շենք։ Լատվիան իր հերթին հայտնել է, որ մի քանի անօդաչու Ռուսաստանի տարածքից մտել է երկրի օդային տարածք։ Երկուսն ընկել են, այդ թվում մեկը դատարկ նավթային պահեստարանի վրա։ Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի առաջարկը եւ պակիստանյան կողմին կտեղեկացնի իր կարծիքի մասին, հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կողմերը մոտ են մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը, որը պաշտոնապես վերջ կդնի հակամարտությանը եւ մեկնարկ կտա բանակցությունների ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացմանը եւ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,
որ վերջին 24 ժամվա ընթացքում լավ բանակցություններ են եղել եւ հնարավոր է շուտով համաձայնություն ձեռք բերվի։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր վերսկսել Իրանի ռմբակոծությունները, եթե Թեհրանը չհամաձայնի ԱՄՆ-ի առաջարկներին։ Մերձավոր Արևելքում իրադրությունը քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքյանը։ Մակրոնը վերահաստատել է Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու կարևորությունը։ Նա անդրադարձել է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանն ուղղված նեղուցում անվտանգության ապահովմանը։ Այս առաքելության շրջանակում ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը տեղակայվել է Կարմիր ծովում։ Մակրոնը Փեզեշքյանին հորդորել է օգտվել այդ հնարավորությունից։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում երկիրը պատրաստ է լրջորեն հետամուտ լինել դիվանագիտական ուղուն։ Փեզեշքյանը սակայն նշել է, որ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, որը բանակցությունների ընթացքում 2 անգամ հարձակվել է երկրի վրա։ Միևնույն ժամանակ Իրանի նավահանգիստների եւ ծովային նավագնացության կազմակերպությունը Հորմուզի նեղուցում արգելափակված առևտրային նավերի նավապետներին հայտնել է, որ երկրի նավահանգիստները պատրաստ են տրամադրել ծառայություններ, տեխնիկական աջակցություն, բժշկական եւ սանիտարական օգնություն։ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցի շրջակայքում արգելափակված է շուրջ 1600 նավ, որոնց տախտակամածին գտնվում է 20,000 նավաստի։ Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքին ապրիլի 16-ին հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ։ Հարվածի թիրախում են հայտնվել Բեյրութի հարավային արվարձանները, որտեղ տեղակայված է Հզբոլահ շարժումը։ Իսրայելական ռազմանավից 3 հրթիռ է արձակվել բնակելի շենքի վրա։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել են ավիահարվածը, նշելով, որ թիրախավորվել է Հզբոլահի Ռադվան ուժերի հրամանատարը։ Ըստ անվտանգության ուժերի նա ամենայն հավանականությամբ սպանվել է։ Ընդհանուր առմամբ, չնայած հրադադարին, կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։ Ըստ Լիբանանի իշխանությունների մայիսի 6-ին իսրայելական հարվածներից երկրում 17 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել։ Մարտի 2-ին Իսրայելի եւ Հզբոլահի միջև հակամարտության սրումից ի վեր Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, շուրջ 8000 մարդ վիրավորվել է։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Լիբանանի հարավի բնակիչներին պարբերաբար տրվող տարհանման հրահանգների կապակցությամբ եւ կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքներն Իսրայելի հարվածներից։ Սյուզաննա Չրաղյան 1 միլիոն վարդ Գորիսի բլուրներից մեկում։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ մոտ 2 ամիս առաջ մեկնարկել է Վարդերի բլուր նախագիծը։ Այն նպատակ ունի բարելավելու հանրային տարածքների գեղագիտական տեսքը եւ ընդլայնելու քաղաքի կանաչ գոտիները։ Գաղափարը ծագել է ծայրամասային թաղամասը բարեկարգելու ընթացքում։ Շատ ենք աշխատել այս թաղամասի վրա, այս ամեն մի քարի վրա մեր վարպետները շատ են չարչարվել։ Մի ծագեց, որ Գորիսի այս ծայրամասային թաղամասում ինչպես հանել, ինչ անել, որ այստեղ զբոսաշրջիկներ գան, նոր ենթակառուցվածքներ զարգանա եւ Աստծո կողմից տրվեց այդ միտքը, որ կարելի է այս գեղեցիկ լանդշաֆտը բնության կողմից, Աստծո կողմից մեզ ընձեռված, այստեղ տնկել վարդեր եւ լանդշաֆտի դիզայներները հաշվեցին մոտ 1 միլիոն վարդ պետքա տնկվի, որ այս ամբողջ սարը ունենանք ամբողջությամբ վարդ եւ մշտադալար ծառեր։ 1 միլիոն վարդն իհարկե ամենօրյա հետևողականությամբ ջրել հնարավոր չէ։ Հարցը կլուծի կաթիլային համակարգը։ Տնկիներն ուղարկում են սրտացավ մարդիկ, տեղացի եւ ոչ միայն։ Համայնքը գնել է միայն արմավենիները։ Ի սկզբանե իմ մոտ գաղափարը այսպես որոշվեց, որ պետք է ոչ համայնքը, ոչ մենք 1 դրամ ներդրում չունենանք։ Այսինքն պետք է սա ամբողջական լինի աշխարհասփյուր հայության կողմից եւ Փառքն Աստծուն, որ բոլորը միացան այդ գաղափարին եւ տեղացիները եւ Երևանից են շատ Հայաստանի տարբեր շրջաններից, տարբեր քաղաքներից մեծ քանակության վարդեր են ուղարկում։ Այս պահին ունենք այնքան շատ, որ եթե որոշենք, որ եւս 1 միլիոն վարդ էլ պետք է մեկ ուրիշ սարում տնկվի, այդքան խնդիր չունենք, էլի մեր հայրենակիցները մեր կողքին են այս գործում։ Նախաձեռնությունը շուրջն է համախմբել բազմաթիվ գորիսեցիների։ Նրանք կարևորում են նման ծրագրերի շարունակական իրականացումը։ Համոզված են այս ամենը համայնքի զարգացման եւ խնամված միջավայրի ձևավորման գործում նշանակալի դեր կունենա։ Շատ լավ նախագիծ է, շատ։ Ինձ թվում է շարունակական կլինի ավելի բարձր տեղեր։ Շատ լավ է, շատ հաճելի է։ Մի քանի տարի հետո երևի թե այստեղ շատ տուրիստներ ավելի կշատանան։ Մեր երեխաները նույնպես մասնակցել են նման գեղեցիկ միջոցառմանը։ Լավ նախաձեռնություն է, հա, բայց Գորիսը ինքնին նենց է ստեղծված, որ արդեն գրավում է զբոսաշրջիկներին առանց հավելյալ ներդրումների էլ, բայց դա էլ իհարկե կգեղեցկացնի, ինչի՞ չէ, ամեն ինչ որ գնում է դեպի ավելի գեղեցիկը նպաստում է։ Արդեն կյանքի կոչվող նախաձեռնությունն օրեցօր նոր շունչ է ստանում բլուրը վերածելով սիրո, միասնության եւ հոգատարության յուրահատուկ խորհրդանիշի։
Եդեմում ցանկացած բույս որ տնկեն կաճի եւ ես արդեն 8-9 տարի այսպես ձևակերպեմ էքսպերիմենտ եմ անում որ դա արդյոք այդպես է թե չէ եւ այդ չունենք դեռ մի ծառ որ այլ երկրից է բերվել այստեղ եւ տնկել ենք ու չի աճել դեռ նման բան չունենք այս բայդրությամբ եւ իսկ վարդերի բլուրը ես կարծում եմ որ ինքը ինչքանով գոնե ես եմ ուսումնասիրել, այդպիսի բան չեմ տեսել ինչ որ մեկ ուրիշ երկրում գոյություն ունի։ Սա դրախտն է եւ Աստված մեզ բոլոր նախադրյալները տվել են, որ մենք կարող ենք այն շենացնել, սիրունացնել, մենք էլ փորձում ենք այդ ուղով գնալ առաջ։ Վարդերի բլրի ստեղծմանը կարող է մասնակցել յուրաքանչյուրը բերելով տնկիներ եւ այդ կերպ իր բաժին, գույնն ու բույրը նվիրելով քաղաքին։ Համայնքում համոզված են, սա կդառնա քաղաքի այցեքարտերից մեկը, զարկ տալով զբոսաշրջության զարգացմանը։ Աննա Մելքումյան, Արթուր Հրապետյան։ Ապրիլի 23-ին ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող Mercedes մակնիշի ավտոմեքենայով միասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին եւ մեկ այլ մեքենայի։ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայիսի 6-ին համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել եւ ներկայացրել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության ստորաբաժանումների ամենօրյա ծառայությունը միտված է ճանապարհային երթևեկության ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ Բարեկային ծառայության համար ուսումնասիրության եւ քննարկման առարկա են նաեւ համացածում հրապարակված տեսանյութերում ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտման դեպքերը։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի կողմից միայն ապրիլի 27-ից 29 սոցիալական ցանցերում հրապարակված մի շարք տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել ու վարչական պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ, կազմվել է 14 արձանագրություն։ Խախտումները հատկապես վերաբերում էին հանդիպակաց գոտի դուրս գալու, երթևեկությանը խոչընդոտող հետընթացի, ճանապարհային նշաններն անտեսելու, վարորդական իրավունքի հետ կապված տարբեր դեպքերի, այդ թվում վարելու իրավունքից զրկված կամ ուժը կորցրած վկայականով վարելուց մինչև համապատասխան իրավունքի բացակայություն։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է յուրաքանչյուր մասնակցի պատասխանատու վարքագծով։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։